նշեցի, սա սոցիալական ամենալուրջ թերևս գուցե բարեփոխումն է, որ մենք իրականացնում ենք։ Շնորհակալություն։ Ագնեշտա Խամոյան։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Տիկին Ավանեսյան, ես ցավում եմ, որ հարց տալու հնարավորություն չեղավ, իրականում հարցերը բազմաթիվ են եւ դրանց պատասխանները այս պայդրությամբ էլ մենք չունենք։ Անկեղծ ասած, նաեւ մեր գործընկերների որոշ հարցերին պատասխանելու ժամանակ շատ հակասական զգացողություններ էին առաջանում, որովհետև ձեր պատասխաններն էլ ըստ էության բավականին հակասական էին, եւ մեկ պարզ հարցի պատասխան ես այդպես էլ ինձ համար չկարողացա ստանալ։ Կխնդրեմ նաեւ ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ անդրադառնաք դրան, դուք ինչ հիմնական հարց եք ցանկանում լուծել սրանով, ինչ եք ուզում անել։ Այս պարզ հարցի պատասխանը խնդրում եմ հստակ ձևակերպել, ինչու եմ այս հարցը ես հիմա բարձրաձայնում, որովհետև դուք տեսեք, մի կողմից ասում եք, որ սա հեղափոխական մոտեցում է, շատ լավ, ընդունենք հեղափոխական մոտեցումը, բայց մյուս կողմից էլ ասում եք, որ այս աշխարհում ձրի ոչինչ չկա, եւ առողջապահության համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ առողջապահությունը այլևս անվճար է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե սրա ինչն է հեղափոխական։ Տիկին Ավանեսյան, դուք այդպես էլ չկարողացաք եւ այս ամբողջ ընթացքում չի ներկայացվել եւ սրա մասին բոլորը բարձրաձայնում են, թե որն է ցանկը որ ծառայություններից, հստակ որ ծառայություններից տարեկան չգիտեմ քանի անգամ օգտվելու են մեր բնակիչները։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրականում առողջապահության պետական այս ապահովագրության համընդհանուր ապահովագրության համակարգը լավ բան է, բայց ինձ համար անհասկանալի է, թե դուք հիմնական շեշտադրումը ինչի վրա եք արել, որովհետև այսինքն ռազմավարությունը ձեր որն է, ինձ մոտ տպավորություն է, որ դուք հետևյալ սկզբունքն եք որդեգրել, բոլորին մի քիչ, բայց արդյոք սա հարցի լուծում է։ Դուք խոսեցիք քաղցկեղ հիվանդության մասին, չարագ նորագոյացությունների, ես այս ամբիոնից նախկինում ունեցած իմ ելույթների ժամանակ անդրադարձարել եմ, եւ ասում եք, որ նախկինում եթե մինչև 300,000 դրամ էր տրամադրվում, ապա հիմա քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը լինելու է մինչև 1,200,000 դրամի սահմաններում։ Տիկին Ավանեսյան, սա այն հիվանդությունն է, դուք էլ գիտեք, բոլորը գիտեն, որ քիմիա պրեպարատները շատ թանկ են։ Մապտերայի 100 միլիգրամը օրինակ 150,000 դրամ է։ Քիմիաթերապիայի մեկ կուրսի ժամանակ օրինակ անհրաժեշտ է լինում օրինակ 10-ից 15 տուփ։ Այսինքն 4-5 միլիոն դրամի մասին կարող է խոսքը գնալ կուրսը։ Հիմա ես չեմ պատկերացնում, որ 1 միլիոնով ավելացումը հարցի լուծում է։ Դրա համար եմ ասում, որն է ձեր հիմնական սկզբունքը, այսինքն դուք ինչ հարց եք լուծում, դուք ուզում եք լուծել հարցերը, թե քիչ-քիչ մեղմացնել մարդկանց հոգսերը։ Տեսեք, օրինակ երեխաների որպես առաջարկություն կարող է նաև հնչել, այսինքն մարդը, ով կարողանում է օրինակ 4-5 միլիոն դրամ գտնել քիմիայի կուրս անցնելու համար, իր համար մեծ հաշվով շատ, ես սա միայն քիմիա պրեպարատի մասին եմ խոսում, մապտերայի մասին եմ օրինակ խոսում, իր համար մեծ հաշվով շատ տարբերություն տարվա կտրվածքով 1 միլիոն դրամը ըստ էության բան չի փոխում։ Նորից եմ ասում, տարվա կտրվածքով դա ահռելի գումար է կազմում։ Օրինակ տեսեք, երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը տարեկան 200,000 դրամ է։ Օրինակ ինչու է որ հեղափոխական ասում եք, նաև այս ծրագրի նախագծի շրջանակներում,
Երեխաների չարորակարունաբանական հիվանդությունների բուժումը ամբողջությամբ այդ թվում նաև քիմիաթերապևտիկ նյութերը, քիմիապրեպարատները ամբողջությամբ չի փոխհատուցվում։ Ինչու՞։ Սա կարող է օրինակ լինել հեղափոխական իսկապես մոտեցում, եթե երեխաների մասին է խոսքը, որովհետև բոլորին մի քիչ սկզբունքը մեծ հաշվով աշխատող տարբերակ չի։ Ես կարծում եմ, որ մենք այս մասով նաև հարցերս նաև դրան էր վերաբերվում, բայց ժամանակն էլ սպառվեց ավարտման ելույթի։ Մենք առաջնային բժշկական օղակներում այսօր սարսափելի հերթեր ունենք եւ այդ հերթերը ավելի են ավելանալու։ Դուք ինչպես եք պատրաստվում լուծել այս խնդիրները։ Պոլիկլինիկաները այսօր բավականին նաև իրենց պայմաններով վատ վիճակում են ըստ էության գտնվում։ Այս հարցերին եւս կցանկանայի անդրադառնալ, շնորհակալ եմ։ Սովինար Վարդանյան։ Շնորհակալություն, սիրելի քաղաքացիներ, հարգելի գործընկերներ, սա հիրավի հեղափոխական բարեփոխում է։ Տիկին